Իրականում ամբողջը երևի պիտի ասեմ, բայց չգիտեմ ասեմ, թե սպասեմ ձեր հարցերին, կարևոր մասերը ասեմ, լավ։ Դե մենք շարունակել ենք նաև ծառայություններ տրամադրել մեր ենթակայությամբ եղած հիմնարկներում, հա, խնամքի հաստատություններում, ճգնաժամային կենտրոններում երեխաների, տարեցների խնամքի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների խնամքի կենտրոններում եւ այդ մասով կարող եմ ասել, որ այդ ոլորտը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, չեմ կարծում, որ թվերը ինչ որ շատ բան կասեմ, բայց եթե կուզեք իհարկե կհրապարակեմ։ Շարունակել ենք մի կարևոր ինստիտուտի զարգացում, որը ուզում եմ, որ օգնեք, որ միասին ավելի զարգացնենք, խնամատարության ինստիտուտի, եւ 2025 թվականի ընթացքում մենք ունենք 197 երեխա, ովքեր խնամք են ստացել 110 խնամատար ընտանիքներում, այն դեպքում, երբ 2017 թվականին ունեցել ենք ընդամենը 20 խնամատար ընտանիք եւ 24 երեխա, այսինքն եթե բացարձակ թվերը բաժանենք իրար, իհարկե կտրուկ աճ է, բազմապատիկ, այսինքն մոտ 10 անգամ, հա, կարելի ասել, չէ, 10 անգամ չէ, մոտ 5 անգամ, սխալ թվեր բաժանեցի իրար, բայց ամեն դեպքում բացարձակ թվերով մենք շատ մեծ չենք, պետք է ավելի զարգացնենք, որպեսզի ըստ էության մեր ճգնաժամային կենտրոններում եղած երեխաները հնարավորինս չլինեն ճգնաժամային կենտրոններում, այլ միանգամից խնամատար ընտանիքներում խնամք ստանան, այդ թվում ճգնաժամային խնամատարության ինստիտուտը ներդնելով, եւ սա էլ է կարևոր հարց քաղաքական, հենց ոլորտային քաղաքականության, երբ որ մեզնից ակնկալվում է, իդեպ սա վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլև ընդհանրապես խնամքի հաստատություններին, որտեղ ցավոք սրտի կա նաև մեծ հերթ, եւ մենք չենք հասցնում բոլորին տեղավորել, եւ մեզնից հաճախ ակնկալում են ավելի շատ նման հաստատություններ ունենալ, ինչը որևէ կերպ ընդունելի չի կարող լինել, որտեղ մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի մեր քաղաքացիները անկախ իրենց որևէ սահմանափակումից ապրեն հնարավորինս ընտանեկան միջավայրում եւ ոչ թե այսպես կոչված փակ տիպի հաստատությունների միջավայրերում, դրանք նախկինում այլ կերպ էին կոչվում, բայց այնուամենայնիվ դրանք այդպիսին են ծերանոցներ, հա, հոգեբուժարաններ, մանկատներ, մենք չպետքա խրախուսենք եւ ջանքեր չպետքա գործադրենք դրանք զարգացնելու, մենք պետքա ջանքեր գործադրենք տրանսֆորմացնելու այդպիսի հաստատությունները փոքր տիպի ընտանեկան միջավայրով հաստատությունների, որից մի քանիսը ունենք արդեն արտապատվիրակված ծառայություններով մատուցվող, մի քանիսը հիմա կառուցվում են Արմավիրի մարզում եւ ընդհանրապես հիմա մենք ապա ինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզ ենք մշակում, որը մինչև տարվա կես պատրաստ կլինի, որը մեզ պետքա նախանշի, թե մոտակա 5-10, նույնիսկ 20 տարում ինչպես ենք դա անելու, որտեղ նաեւ հնարավոր չի դրանք միանգամից փակել այդ հաստատությունները, որտեղ փակենք այդ մեր քաղաքացիները կմնան առանց խնամքի, բայց ամեն դեպքում մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի դրան եւ ես ձեզ նաեւ խնդրում եմ, որպեսզի դուք էլ ձեր առօրյա աշխատանքում եւ օրենսդրական գործունեության մեջ դա հաշվի առնեք, նաեւ քաղաքացիների հետ շփումներում, որտեղ ես հասկանում եմ, որ նաեւ կարող է լինել ճնշում, որ ինչու օրինակ իմ հարազատին կամ իմ բարեկամին չեք տեղավորում ինչ որ միտեղ, ես դա հասկանում եմ եւ մենք ամեն օր էլ զբաղվում ենք այդ մեր քաղաքացիներով, բայց մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ մեր միտքը պետք է լինի նույնիսկ իրենց աջակցելը, որ իրենք կարողանան խնամք տանել իրենց հարազատների հետ իրենց իսկ տանը, եթե դա հնարավոր է եւ եթե դա հնարավոր էլ չէ, որտեղ կարող է նաեւ միայնակ հա քաղաքացիներ, ապա մենք նրանց տեղավորենք փոքր տիպի 5-10 հոգանոց տներում, որոնք չեն կոչվի խնամքի հաստատություններ եւ նաեւ չեն լինի խնամքի հաստատություններ։ Ես տենց երևի շատ կարճ, իհարկե շատ ոլորտներ բաց թողեցի, աշխատանքային օրենսդրության մասով են փոփոխություններ իրականացվել, կենսաթոշակային պարզեցումներ են իրականացվել նշանակումների մասով, երբ որ մենք շատ բացակա տվյալներով, հատվածներով ստաժը որոշել ենք հաշվարկել, երբ որ նախկինում չէինք հաշվարկել, բայց եթե թույլ տաք կանգ առնեմ ու պատասխանեմ ձեր հետաքրքիր հարցերին։